կստացվի ոնց որ թե այ ստացվում է բարի կեսօրն անց բարի կեսգիշերն անց սիրելի հետևորդներ ջան ժամանակի տևողությունն եմ խառնել ուշ գիշերա օրվա վլոգը նկարել եմ այսօր շատ հաճելի ու հավեսով օր եմ ունեցել հիմա էլ սովորությանս համաձայն իմ մաքրությունը անելուց հետո քանի որ դե գիտեք ամուսինս տեղա ինձ շատ եք աչքալուս անգանում շատ ապրեք շատ շնորհակալ եմ Աստված առատապես օրհնի ձեզ ձեր ամեն մի խոսքը տասնապատիկ ավել ոնց են ասում ձեր վրա գա ձեզ հաջողություն բերի լույս բերի հույս բերի երջանկություն ու սեր բերի այ ոնց ես եմ այս պահին երջանիկ նույն հաճելի զգացողությունները ի սրտես հենց մաքուր ու ջերմ սրտով տալիս եմ ձեզ ուրեմն սիրելի հետևորդներ ջան այսօր շատ հենց հովեսով էլի օր եմ ունեցել ճիշտ է դե տանկին ես մենակ ես հետո որ այն չի որ ինչ ես ու Ալեքսն ենք մեկ էլ մաման այն էլ չի որ խոսքից ձեր սեղան ես գցում բայց այդ ամեն ինչը ի սրտե ու հաճույքով եմ անում մի խոսքով այսօր տենց լավ օր եմ ունեցել հավեսով աննկարագրելի ու ոնց ասած տանելիքը մարդ կար հիմա կեսգիշերային որ ասեմ լռությունն եմ վայելում չէ մեքենայից է խանգարում բայց թե խանգարողը թող դա ալնի էլի սիրելի հետևորդներ ջան սովորությանս համաձայն մարդը եթե բլոգեր չլներ խոսքի այս պահին կպարկեր կամ կհանգստանար կամ երգ կլսեր մի խոսքով իր հանգիստը կընտրեր նենց ոնց ինքն է ուզում բայց ես մազերս կապած էր քանդեցի ու ասի նստեմ տենամ ինչ կա չկա ով է ինչ գրել ով է ինչ կամեցել ինձ ով է վերջ էլի ինչեր են ինձ գրել ու քանի որ մենք դարձել ենք մի հատ հաճելի ու ջերմ ընտանիք սիրելի հետևորդներ ջան չեմ ասում մեծ ընտանիք որովհետև մեծն իմ համար լրիվ ուրիշ հասկացողություն է ուղղակի հավեսով ընտանիք ենք դարել իմ ամեն պահն էլ դուք գիտեք ուրախություն կլինի հեռու ինձնից նեղություն ու տխրություն կլինի ուրիշի ցավով ապրել կլինի ամեն ինչի մասին էլ ձեր հետ կիսվել եմ իմ անցած ճանապարհի մասին էլ եմ ձեր հետ որոշակի չափով կիսվել կգա պահը մի քիչ ավելի ուրիշ ձևով կզրուցեմ ձեզ հետ ու երբ որ տարիներ առաջ ես վլոգեր չէի ասենք ոնց ասեմ էլի այսքան մարդկության հետ շփում չունեի թե օնլայն հարթակում թե իրական կյանքում ինձ կթվար թե այդ ցավը չմայրանալու դա մենակ իմն է բայց երբ որ իմ շուրջ հավաքվեցին տարբեր մարդիկ անգամ այն որ վստահ գիտեմ որ ինձ հետևում են նաև տղամարդիկ, պապիկներ, անգամ իմ մի պապիկ հետևորդի հետ եմ զրուցարել Տիկին Սոֆիայի ամուսինը շատ լավ մարդիկ էին իրանք, շատ հաճելի մարդուկին էին իրանք ու ցավոք սրտի իմ էջում ունեմ ոնց ասեմ մայրությանը փափագող հետևորդներ կոկորդս արդեն ախեղտում չեմ կարում խոսամ աղ չեմ կարում այս խասյատս թարգեմ ու Վարդուհին բոլորդ եք ճանաչում Վարդուհին իմ ամենա
գիտեք, ցավը մարդուն կարա նախանց դարձնի, ցավոք սրտի մեքենա ջան լավ էլի, ցավը մարդուն կարա չար չկամ դարձնի Աստված մի արածե եւ ցավը մարդուն կարա եւ չփոխի, եթե գիտակցությունը տեղի ունի։ Ու Աստծուն փառք, իմ կողքին այն ձևի մարդիկ են, սիրելի հետևորդներ ջան, ովքեր իրոք էլի ես հասկացա, մի հատ ստե նայեք, եկա փրփրես թափեց, բայց ինչի, ինչն էր պատճառը, այ ես չհասկացա, գիշերվա կեսին, այ Անահիտ ջան, հանգիստը քունը չի, իբր թե ուզում էի հանգստանալ, ինչևէ, այսա մի հատ պոլիսոր բերեմ գցեմ, միտքս շարունակեմ չեմ անջատելու, որովհետև ուզում եմ խոսքս արագ ավարտեմ, գնամ իմ գործերով, սիրելի հետևորդներ, չի տենցեղով, բայց մեքենաս այդ էլ ճակ մտածելու առիթ, ինչը պատճառ կրներ, ես ասում եմ, միշտ էլ ասել եմ, իմ բլոգները բնական կարամ մոնտաժի դեպքում կտրեմ, ես անեմ, են անեմ, բայց դե չէ, մի հատ սենց հանենք, ձերքերս էլ լվանում շարունակեմ, հեսա լրիվ, մաքրած, սրբած, թողած, գիտեք, սիրում եմ, որ կացամացը լվանում եմ, իրիկունը թողում եմ, առավոտը հավաքում, էդ այն մոտ էդ տարբերակն է, ինչև է, սիրելի հետևորդներ ջան, ասելիքս չմնակ իսատ, Վարդուհին շատ-շատերս գիտենք, ովքեր ինձ հետևում են շատ շուտվանից, գիտեք, որ Վարդուհին, Ռուզաննան, Տաթևս, ցավոք սրտի, էլի կան մարդիկ, ովքեր փափագում են Մայրանան ու չգիտես ինչի, դեռ Աստված չի բերեմ իրանց կյանք, այդ ձևի լավ պահը, սիրելի հետևորդներ ջան, ու Վարդուհին են անձնավորությունն է, ով 19 տարի փափագել է մայրանալու մասին, միշտ ինքը ինձ գրել է, ովքեր ինչ շուտվանից են հետևում, կոմենտներում տեսած կլնեք, որ շատ ա գրել Ալեքսին մի այլ կարգի ա սիրում, Ալեքսին այս, Ալեքսին այն, ինձ ա շատ լավ բաներ գրել, ու ես վերջում եթերի ժամանակ կհիշեք, որ ես իրա պատճառով հուզվել էի ու խոստացել էի իրան, որ սոցկայքերով ինձ գտնի, բնակության վայրը ասի, որ երբ ինքը գնա ծննդատուն, ես գնամ իրան տեսնելու, ինքը Աստծո օրհնությունով, օգնությունով, ելի հետևորդներ ջան, մայրացել է մի անգամից զույգ բալիկներով,
ու ինքը ինձ տենց էլ չգտավ, մարդա, կարող է ինքը շատ ուզեր, տնեցիները չուզեին, կարող է անգամ ինքը չուզեր, չգիտեմ, ես չեմ խորանում, որովհետև ամեն մի մարդ, ամեն մի կարծիք, կարևորը որպես մարդ, ինքը շատ լավն է, սիրելի հետևորդներ ջան, ու հիմա այս ժամին նստել եմ, ասի մի հատ կոմենտներս նայեմ, տենամ ինչ կա չկա, մարդկանց անպատասխան չթողամ, նայում եմ գրածա Վարդուհի, սիրտս մի անգամից արագ աշխատեց, եկեք կարդամ ինչ ա գրել, բարև Անահիտս, տեսնում եմ, որ սրտանց ուրախ ես ամուսնուդ գալուց, ասի ես էլ կրկնակի ուրախացնեմ, Անահիտս, Աստծո տված հրաշքներս լույս աշխարհ են եկել, փառք Աստծո Տեր ջան, նրանց հետ ամեն ինչ նորմալ է, կրկնակի անգամ փառք քեզ Տեր ջան, արդեն տանն ենք և ես վայելում եմ իմ 19 տարվա երազանքս մայրությունը, մաղթում եմ բոլոր փափագողներին այս հաճույքը վայելեն, ես էլ եմ մաղթում սիրելի հետևորդներ, շնորհակալ եմ սրտանց, ժամանակ ունենամ մեր մասին կգրեմ, քանի որ դու և Ալեքսն եք Աստծուց հետո ինձ ուժ և հավատ տվողը, պատկերացնում եք, ես ինչ տողերամ, պատկերացնում եք, ես ինչ երջանկություն է, համ իմ համար, համ էլ էտա իրանց համար, չեք պատկերացնի սիրելի հետևորդներ, ես ինձ այնքան լավ եմ զգում, որ նմանատիպ գրառումներ եմ ստանում, չեք պատկերացնի, անբացատրելի ու աննկարագրելի ձևով ես ինձ լավ եմ զգում, որովհետև կարողանում եմ տալ մարդկանց դրականը, լավը, հաճելին, ինչի համար փառք եմ տալիս Աստծուն, իսկ թե ինչ կկատարվի, ինչ կասեն, ոնց կասեն, միշտ էլ ամեն տեղ էլ մի հատ մինուս կա, քանի որ այս մինուսի վրայա չէ, այս միգիցն էլ բերում ենք դառնումա պլյուս, ես դրան էլ եմ դրականով մոտենում ու շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ իմ կողք բերել հավաքել այսպիսի լավ մարդկանց, ովքեր իմ մեջ լավն են տեսնում, բարին են տեսնում, դրականն են տեսնում, գիտեք դա ինչ հաճելի զգացողություն է, երբ որ մարդը քեզնից դրական էներգիա է ստանում, անբացատրելի ու աննկարագրելի ասելի հետևորդներ ջան, միգուցե այսենց փոքրամասնության համար, իհարկե, կամ մեծամասնության համար կարա լինի, ոնց բացատրեմ, մարդն անթերի չի լինի, կարամ մեկին դուր գամ, մյուսին չգամ, կարամ են մեկի համար շատ լավն ըլնեմ, մյուսի համար էլ ավելի լավն ըլնեմ, են մյուսի համար էլ ընդհանրապես լավ է չլնեմ, բայց ես սովորել եմ սենց մի բան ամեն ինչի մեջ, շփման մեջ, հարաբերության մեջ, առևտրի մեջ, ամեն ինչի մեջ ես միշտ ընտրում եմ ոսկե միջինը ու փառք Աստծո, շնորհակալ եմ Աստծուն, որ այո, կարողանում եմ ես ընտրեմ այդ ոսկե միջինը ու չեմ ընկնում են մտքերի հետևից, որ բան մեկն ինչ կասի, ես մյուսն ինչ կասի, ես միշտ սենց խառնում եմ ու վերցնում ոսկե միջինը ու սիրելի հետևորդներ ջան, ինչի բարձրաձայնեցի ես գրառումը, երբեք ու երբեք հույսներդ մի կորցրեք, երբեք ու երբեք մի վհատվեք, ճիշտ է, չհուսահատվել, չվհատվել, չնեղվել, չընկճվել, չկոտորվել, այդ բոլորը անհնար է, բայց միշտ էլ հիշենք, որ թունելի վերջը մի հատ նենց սիրուն լույս է վառում,
լույսից հետո մի հատնեցի ու պայծառ արև ա բացվում, որ այդ դժվարություններդ մոռանում ես ու չես էլ ուզում սենց գոնե կողք նայես ու հիշես։ Ես երբ որ հիշում եմ իմ այն 9 տարիները, ուրիշ բառեր չեմ ուզում ասեմ, դրանց հետո էլ երբ որ ծնվեց Ալեքսը, էլի դժվարություններ ունեցա, այս պահին էլ ունեմ, բայց այ որ համեմատական եմ տանում ու վերցնում ոսկե միջինը չէ, գիտեք ինչ հրաշալի է, գիտեք ինչքան հոգու թեթևություն է զգում, գիտեք ինչքան հույս ու հավատով է մարդ լցվում, երբ որ ասում է, դե եթե համեմատենք 2 տարի առաջ ու հիմի, հլա ինչքան տարբերություն կա, այնպես որ խորհուրդս ձեզ, խնդրանքս ձեզ, խորհուրդը որն է, մարդիկ ենք ասում ենք, խոսում ենք, շփվում ենք, կիսվում ենք իրար հետ մի քանի րոպեով, առօրյա այդ հողուբոհից ենք կտրվում, ոչ մի անգամ ոչ մի բանում չընկճվեք, ոչ մի անգամ չմտածեք, որ դա վերջն է, ամեն մի վերջ ունի մի նոր սկիզբ, որ մենակ Տերը գիտի, այդ ինչա մեր համար արել, այդ ինչա մեր համար արարել, ուղղակի համբերել է պետք, համբերությունը կյանք է, իսկ կյանքն էլ կարճ է համբերելու համար, իսկ լիարժեք համբերելու համար ընդամենը համբերել է պետք, տեսեք ինչ հետաքրքիր համեմատականներ տարա, չեմ ուզում վերլուծեմ, եկեք ամենքս վերլուծենք յուրովի ու ի սրտե ես ուրախ եմ սիրելի հետևորդներ ջան, Վարդուհի ջան, ուրախ եմ քու համար, թող քո բալիկները այն Աստծո հովանու ներքո, իրանք արդեն Աստծո հովանու ներքո են ծնվել, կմեծանան, կուրախացնեն այն կորած 19 տարիներդ կլրացնեն հնենց, որ չես էլ հիշի, ոնց ես եմ ուզում չհիշեմ, իսկ ովքեր էլ փափագում են, երբեք չհուսահատվեք ու չհուսալքվեք, որովհետև ամեն ինչ դեռ առջևում է, հիմա գնամ տենամ, այն ինչ եղավ մեքենաս, ձեզ ասում եմ բարի գիշեր, ասում եմ, որ ձեզ շատ եմ սիրում, ասում եմ, որ ձեզնից շատ շնորհակալ եմ, սիրում եմ բոլորիդ, գրկում եմ բոլորիդ, ոնց սիրում եմ ասել, կհանդիպենք վաղն առավոտից, բարի խաղաղ գիշեր բոլորիս։